Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի օգոստոսին ուկրաինական ուժերի առաջխաղացումից հետո առաջին անգամ այցելել է Կուրսկի մարզ։ Մարտի 12-ի երեկոյան Կուրսկի մարզի իր այցի ժամանակ Պուտինը խնդիր է դրել կարճ ժամկետում վերջնականապես պարտության մատնել ուկրաինական ուժերին։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական ուժերն արդեն անցել են ուկրաինացի զինվորներից Կուրսկի մարզի ազատագրման ավարտական փուլին։ Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկը կատարած այցի ժամանակ Պուտինը լսել է Հյուսիս խմբի հրամանատարի տեղակալի զեկույցները, որոնք Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են գործողության ընթացքի, նաև Կուրսկի մարզի տարածքն այնտեղ մտած գրոհայիններից ազատագրելու գործողության ավարտական փուլ մտնելու մասին, ասել է Պեսկովը։ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա ռազմական գործողությունների դադարեցման օդում, ծովում եւ ցամաքում ամփոփելով Ջիդայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպման արդյունքները վերահաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, շեշտելով այժմ ժամանակավոր հրադադարի հաստատումն ամբողջությամբ կախված է Ռուսաստանի որոշումից։ Զելենսկին ընդգծել է եւ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը հրադադարի հեռանկարի վերաբերյալ։ Նա կոչ է արել Վաշինգտոնին կատարել խոստացածը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում, ռազմական աջակցություն Ուկրաինային, եթե Մոսկվան չընդունի հրադադարի առաջարկը։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները մեկնել են Ռուսաստան բանակցելու ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Թրամփը ռազմաճակատում հրադադարի հաստատման հույս ունի, մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան, հուսով ենք կհաջողվի հասնել հրադադարի, ասել է Թրամփը։ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ամերիկյան կողմի ակտիվ բանակցությունների մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց, եթե Թեհրանն իսկապես ցանկանար, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին այն բանից հետո, երբ իրանական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը։ Իրանի միջուկային զենքի վերաբերյալ նրանք ասում են, մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, նույնիսկ եթե մենք ուզենայինք միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել մեզ, այն փաստը, որ մենք միջուկային զենք չունենք եւ չենք ձգտում այն ունենալ, բացատրվում է նրանով, որ ինքներս չենք ուզում ունենալ տարբեր պատճառներով, ասել է Խամենեին։ Ալի Խամենեինը նշել է նաև, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։ Մարկ Քարնին որպես Կանադայի 24-րդ վարչապետ երթում կտա ուրբաթ օրը մարտի 14-ի նույն օրը Կանադայի ներկայիս վարչապետ Ջասթին Տրյուդոն կայցելի երկրի գեներալ նահանգապետ Մերի Սայմոնին եւ պաշտոնապես կներկայացնի իր պաշտոնաթողության դիմումը։ Այնուհետև Քարնին եւ նրա կաբինետի անդամները երթում կտան Ռիդո Հոլում գեներալ նահանգապետի պաշտոնական նստավայրում։ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Քարնին մարտի 10-ին հաղթանակ է տարել ընտրություններում, դարձել է Կանադայի լիբերալ կուսակցության նոր առաջնորդը եւ կդառնա երկրի հաջորդ վարչապետը։